Կան պայմանագիր կուսակցության վարչության հարգելի անդամներ, հարգելի պատվիրակներ, խոսքս ուզում եմ սկսել շնորհակալությունից, շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եմ, սա ինձ համար մեծ պատիվ է։ Իսկ այս ընտրությունը իշխանության մասին չէ, ընտրությունը ժողովրդի մասին է, ժողովրդի որպես Հայաստանի Հանրապետության հիմնադրի և իշխանության իրական կրողի։ Այս ընտրությունն այն մասին է, թե ինչպիսինն ենք մենք, ինչպիսի երկիր ենք ուզում ունենալ ու ժառանգել ապագա սերունդներին։ Մենք բռնել ենք խաղաղ ու կայուն զարգացման ուղին և այլևս հիմքեր ունենք պնդելու, որ մենք կառուցում ենք պետություն, որտեղ մարդիկ ազատ են, հավասար, ազատ են իրենց ընտրություններում, որտեղ օրենքները չեն սպասարկում նեղ անձնական շահեր։ Մենք կառուցում ենք պետություն, որտեղ երիտասարդը հավատում է իր ապագային, գործարարը իր ներդրումներին, աշխատողը իր աշխատանքի արդյունքին։ Մենք կառուցում ենք պետություն, որի քաղաքացին դժվարությամբ, բայց սկսում է հավատալ ու վստահել պաշտոնյային ու գիտակցել, որ պետությունը նաև ինքն է։ Այո, մենք ուզում ենք տեսնել գիտակից քաղաքացի, քաղաքացի, ով հարցնում է, վերլուծում, պահանջում է, ընտրում է և որոշում է։ Եվ հենց սա է այն հիմնական պատճառներից մեկը, որ մենք ասում ենք Հայաստանին պետք է նոր սահմանադրություն, իրապես ժողովրդի կողմից ընդունված սահմանադրություն։ Սահմանադրություն, որի կենտրոնում կլինեն մարդն ու իր իրավունքների ավելի լայն շրջանակը, որը կունենա կառավարման ավելի ճկուն ու փոխզսպող մեխանիզմներ, ավելի ժողովրդավար ընտրակարգ, ավելի բաց, հաշվետվողական ու պատասխանատու պետական կառավարման համակարգ ու պաշտոնատար անձ։ Եվ ուրեմն մենք կառուցում ենք պետություն, որտեղ պետությունը և քաղաքացին կանգնած են նույն կողմում և գործում են միասին, որտեղ քաղաքացին հարգում է սահմանադրությունը, օրենքներն ու այլոց իրավունքները, իսկ պաշտոնյան առաջնորդվում է հանրային շահով և սահմանափակված է մարդու իրավունքներով։ Մեր ուզած պետությունը իրապես իրավական պետությունն է, և դա է պատճառը, որ կառավարման այս բարդ ճանապարհն անցնելիս մեր ընտրությունը մշտապես կանգ է առել խնդիրները լուծելու արդար իրավական ճանապարհի վրա, որն անցնելն ամենաբարդն է ու ժամանակ պահանջողը։ Առհասարակ այն միտքն ունեմ, որ արդարություն իրականում պարզ թվացող, գուցե, բայց բարդ բան է, բայց արդար իրավական համակարգ ունենալը անհնար բան չէ, ու այդ համակարգը ոչ միայն մեզ չի նվիրվել, այլ հասել է մեզ քանդված, իր իրական նշանակությունից հեռացած։ Մեր երկրում արդար իրավական համակարգը կառուցվում է այսօր, կառուցվում է օր-օրի, որոշում առ որոշում։ Ու այո, մենք պատասխանատու կերպով որոշել ենք կառուցել պետություն, որտեղ արդարությունը ոչ թե պայմանականություն է, այլ իրականություն, որտեղ օրենքը միակ ու լավագույն ընտրությունն է։ Երկար տարիներ այս երկրում օրենքը հաճախ ծառայել է ոչ թե արդարությանը, այլ անձանց որոշակի խմբերին։ Այդ շրջանն այլևս փակ է և հետ չի դառնալու։ Յուրաքանչյուր ոք, անկախ անունից, դիրքից կամ կապերից կանգնելու է օրենքի առաջ նույն խստությամբ, նույն մակարդակի վրա։ Ավելին, մեր մոտեցումը հետևյալն է, որքան բարձր է պաշտոնդ, այնքան մեծ է պատասխանատվությունդ, նույնքան ծանր է պատիժդ։ Սիրելի քաղաքացիներ, այս կառավարությունը ժամանակին չի եկել փոքր փոփոխություններ անելու։ Եկել է համակարգերը դարձնելու աշխատող, իսկապես աշխատող։ Եվ դրա համար մենք պետք է աշխատենք ավելի շատ, պետք է աշխատենք էլ ավելի շատ, պետք է աշխատենք անտրտունջ ու երբևէ կանգ չառնենք ու չշեղվենք մեր արժեքներից, ամրացնելով խաղաղ, կայուն, զարգացող մեր Հայաստանի Հանրապետությունը։